Արամես դիզայնը շատ է դուրս գալի, բայց մի տեսակ է ինչ որ բան ուզում եմ փոխեմ, թեթևացնեմ։ Մի քիչ ծանր է, սենց ավելի լավ է։ Իսկ դու մտածել ես ինչի է մեզ ավելի շատ դուր գալի մինիմալիզմը, ինչի ենք այդ ոճը ավելի շատ գերադասում։ Որովհետև less is more, այդպիսի արտահայտություն կա։ Ընդհանրապես մարդկանց թվում է, որ մինիմալիստական դիզայն անելը շատ ավելի հեշտ է, բայց բնավ այդպես չի։ Դեռ պետք է կարողանալ քիչ դետալներով ստանալ հագեցած դիզայն, այնպես որ դատարկության զգացում չառաջացնի։ Նկատել եմ, որ խանութներում, սուպերմարկետների դարակներում մեր օրերում դիզայները շատ խայտաբղետ գույներով են, շատ ծանր են ու դրանց ֆոնին է հենց որ մինիմալիստական դիզայնը շատ ընդգծվում է եւ առաջ է գալիս։ Իհարկե, մինիմալիզմը օգնում է բրենդին ավելի հեշտ տպավորել, ավելի արագ մտնել մարդու ենթագիտակցության մեջ ու այնտեղ հավերժ մնալ։ Իսկ ծանր դիզայնը իր շատ դետալների պատճառով չի թողնում, որպեսզի մենք կենտրոնանանք կարևորի վրա։ Բայց արդյոք ամեն ինչ պիտի լինի մինիմալիստական ոճի մեջ։ Բա թեման, բա ոլորտը։ Չէ, դե իհարկե կան ոլորտներ, որտեղ չես կարող մինիմալիստական ոճով անել, եթե դու օրինակ անում ես դիզայն, որտեղ պետք է ցույց տաս հարուստ ավանդույթներ, ժառանգություն, այդտեղ կարծում եմ մինիմալիզմը շատ սխալ որոշում կարող է լինել։ Հա, իհարկե, մի քիչ էլ դժվար է պատկերացնել օրինակ ենթադրյալ արքայական ակադեմիայի լոգո, որ լինի մինիմալիստական ոճով, որը ունի մի քանի 100 տարվա պատմություն։ Բայց ոլորտն էլ չէ կապ ունի, օրինակ լիքը խմիչքների դիզայն մեզ հասել է վիկտորիանական դարաշրջանից կամ դրանից էլ ավելի վաղ ժամանակներից եւ դիզայնը ուղղակի ավանդաբար փոխանցվել է մեզ ճոխ եւ հագեցած։ Հա, ոնց որ հիմա չենք կարող պատկերացնել Ջեքի կամ Շիվասի դիզայնը մինիմալիստական ոճով։ Համաձայն եմ։